Շնորհակալ եմ, հաջորդը Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարական 37 զեկուցել Կիևյան կամրջի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Հրազդանի մեծ կամրջի, Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ երթևեկելի մասի և հետնյութային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։ Պարոն քաղաքապետ, կուզեի նաև տեղեկացնել, որ Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայացել է։ Այսքանը, շնորհակալություն։ շատ բարի, պարոն Թևոսյան, տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Նաեւ կուզեի ասեի Ավետիսյանի մասով, ինչ փուլում ենք, երբ ենք ավարտում, երբ ենք բացում փողոցը։ Պարոն քաղաքապետ, պլանավորում ենք մաքսիմում 2 օրվա մեջ բացել Ավետիսյան փողոցը, ամբողջությամբ առաջին երաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին եւ երկրորդ շերտերը հարված են, աջ կողմում մայթի լայնացման աշխատանքները ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է եւ այսօրվանից պլանավորում ենք 24 ժամ, եթե ամբողջությամբ մեր պլանավորվածով գնա, արդեն ավարտենք։ Վերջի շերտը ասֆալտապատման տեղում։ Դիտահորերը բոլորը բարձրացված են, մակարդակի հասցված են, մի մայթը լայնացրած է, լարերը գետնի տակ են անցկացրել, իսկ վերևի անցկացնում ենք process-ը, դեռ անցկացման process-ում ենք, բայց կառուցված է համակարգը։ Այսինքն խողովակները ներդրված են, լարերը պետք է անցկացնենք ու վերևի լարերը վերացնենք։ Այո։ Շատ լավ։ Պարոն Կարոյան, ինչ ունենք Պրոշյան Պարոնյան հատվածում։ Պարոն քաղաքապետ, Պրոշյան Պարոնյան հատվածում 3 պրոյեկտ է իրականացվում, 2 պրոյեկտը իրականացում է ջրային կոմիտեն, այսինքն 2 տարբեր լոտերով, 2 տարբեր շինարարական աշխատանքների միջոցով, մեկը իրականացում է Վասպուրական կազմակերպության կողմից, մյուսը Արտպլաս կազմակերպության կողմից։ Դեմիրճան Խաչմերուկից դեպի Բաղրաման հատվածը իրականացվող աշխատանքները խոստացել են նախնական մոտ 7 օրվա ընթացքում ավարտեն։ Այսինքն այդ 7 օրի ընթացքում իրանք պիտի հիմնական այդ խողովակաշարը անցկացնեն եւ հետո դրանից հետո նոր արդեն իրանց պրոյեկտը ջրային կոմիտեի ծրագրի շրջանակում նոր արդեն կմտնեն բակային հատվածներ, արդեն ճյուղավորումների կտան։ Բայց Պրոշյան փողոցից նախատեսում է այդ կազմակերպության կողմից ավարտել մաքսիմում 7 օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է ներքևի հատվածում դեպի Պարոնյան Լեո նույնպես նմանատիպ ժամանակ է ֆիքսված շինարարների կողմից, որ գոնե կհասնեն մինչև Լեո Խաչմերուկ նույն ձև հիմնական այդ խողովակաշարը կանցկացնել, որից հետո արդեն նոր կտեղափոխվեն Կոզերնի թաղամաս, որպեսզի ներ բակային արդեն միացումների տան։ Տեմպը բավականին շատ ակտիվ է, ուղղակի պարոն քաղաքապետ, քանի որ նաև երթևեկությունն է կներեք ինտենսիվ, դրա համար աշխատանքները քիչ թե շատ կարող տեղ-տեղ դանդաղեն, բայց փորձում են մաքսիմալ արագ այդ աշխատանքները իրականացնել եւ հուսանք ժամկետները կպահպանվի։ Շատ լավ, Ազատության պողոտայի ոռոգման համակարգը ինչ փուլում է։ Կներեք պարոն քաղաքապետ, Պրոշյան փողոցի վրա նաև Էդ էլ ասեք, այդ ոռոգման համակարգը երրորդ պրոյեկտն էր, որ իրականացում է, ոռոգման համակարգը ինքը աշխատատարը կարող է շուրջ 1 ամսի չափով դեռ այդ process-ը ամիս-ամիսուկես տևի, որտեղ ինքը պիտի գա հասնի միջև Ձկան խանութի Խաչմերուկ իա 2 հատումներով, 2 ուղղությամբ զուգահեռ, բայց իրանք ավելի համ խողովակի տրամագիծն ավելի փոքր, համ էլ իրանք ոնց որ մայթի մոտ հատվածով են տանում, դրա համար առանձնապես խոցելի չի։ Բայց երբ որ այդ 2 պրոյեկտների ջրային կոմիտեի հենց որ արդեն իրանք աշխատանքները ավարտեն,
արդեն մեկամուսին չեն խանգարի, այդ աշխատանքները ռոռոկման ավելի ինտենսիվ կլինեն ու ավելի կարագանա, ավելի խնդրալույս չի դառնա։ Ինչ վերաբերում ազատության պողոտային, այնտեղ աշխատանքները իրականացում են, տեմպը նույնպես պահվում է, Այդ շատ վատ է, էլի, որ այն տեմպը, որը որ կար, այդ տեմպն է պահվում։ Դա ամենավատը հենց այս նախադասությունն էր, որովհետև այդ տեմպը բավարար տեմպ չի։ Չէ, նախնական տեմպի մասին չի խոսակցում, պարոն քաղաքապետ, հիմա արդեն ԱԱԿ-ին ակտիվացրել են, որտեղ շատ խիստ նախազգուշացում է տեղի ունեցել, որպես աշխատանքները արագացնեն, Էսպասիոն կենտրոն վարչական շրջանին արդեն ջրամատակարարումը ապահովված է, ռոռոկման ջրի, հիմա աշխատանքներ շարունակվում են Քանաքեռ-Զեյթունի եւ Արաբկիր վարչական շրջաններին, որպեսզի արդիականացվի նաեւ իրենց խողովակաշարը։